Ողջույն բարեկամներ, ինչպես խոստացել էի, այսօր կմիանանք Վարդան Ղուկասյանի հետ, ավելի ճիշտ է արդեն միացել եմ, ձայնագրել եմ եւ քանի որ կապը լավը չէր, խոսակցությունը ստացվեց միակողմանի, ոչ թե հարց ու պատասխան, այնպես որ ամբողջ ընթացքում խոսել է Վարդան Ղուկասյանը, հիմա լսենք իրեն։ Այս տեսածած դիքացման։ Սա եմ ուզում ասել, եւ այն նյութերը, որը որտեղ
առաջով։ Դա էլ ասեմ, ուղղակի Հայաստանի փաստաբանը տեղյակ չէր եղել այդ գործընթացից, Լև գրուպ կոմպանիան։ Հիմա Այն անձինք, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության կառավարությունում, աշխատել են ուժային կառույցներում եւ ներկայիս պահին գտնվում են Միացյալ Նահանգներում փախստականի կետով կամ արդեն քաղաքացի են, այդ մարդիկ կարող են կապնվել իմ փաստաբանական խմբի հետ 702 953 9500 հեռախոսահամարով ամեն օր ժամը 9-ից մինչև ժամը 18:00 Ակտիվիորերից եւ ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք որ իրենց ձեռքի տակ կան Հայաստանի կոռուպցիոն սխեմաների հետ կապված, քաղաքացիների, որ իրենք հետապնդող են դառել, իրենց կյանքի պատմությունը եւ այլն։ Եվ այդ մարդիկ պետք է նաեւ պատրաստ լինեն այդ ամենը ներկայացնելու ամերիկյան դատարանում։ Դա եզակի հնարավորություն է նաեւ այդ մարդկանց համար, որպեսզի ապագայում իրենց հաստաբանական խումբը ասի տեսեք, այս մարդը իրոք հետապնդվել է Հայաստանում, այլ ոչ թե Հայաստանից եկել է Ամերիկա զուտ ապրելու համար։ Մեզ պետք է ռեալ այդպիսի մարդիկ, ռեալ նախկին պաշտոնյաներ, ովքեր տեսել են, ֆիքսել են, ունեն փաստեր, որ այն ինչ-որ տեղի ունեցել Հայաստանում, ներկայացնեն ամերիկյան դատարանին, որովհետև ամերիկյան դատարանը այս պայդրությամբ գտնվում է ապատեղեկացված վիճակի մեջ, առիս ամենաբուն իմաստով, այսինքն շոկի մեջ է։ Եվ սա հիանալի պերիոդ է հիմա Հայաստանի հանցագործ իշխանությունների համար վերջնականապես լուծել Հայաստանի ոչնչացման ճակատագիրը։ Ես խնդրում եմ, որ ժողովուրդը սա հասկանա, այն միակ մարդը, որը որ շաբաթական 3 անգամ արտազայնում է ձեր սոցիալական, իրավական, ֆիզիկական եւ այլ հարցերը, այսօր այդ խոսափողը փակեցին։ Այսօր իշխանությունների հետ, իշխանություններից մեկին գտնելով դրանց հետ համագործակցելով ժողովուրդ, մեկ անգամ 1988 թվականի նման ոտքի կանգնել ձեր իրավունքների համար։ Հերիքի մտածեք ձեզ տանոքսի եւ մտածեք, որ այդ չորրո ցավը ձեզ չի հասնելու։ Այս ձեզ մտածում է Ղարաբաղի ժողովուրդը 7 օրվա մեջ 150,000 մարդ լքեց Արցախը, հանձնեցին ու եկան։ Հիմա մարդասում է ես միջանցք եմ տալի, ես ցեղասպանությունից հրաժարվում եմ, թուրքը կարից է հացողով պետք է դիմավորել, լավ մենք ազգենք, թե մենք ոչխարի հոտ ենք, սա պետք է հասկանալ, և եթե մեկը խոսում է դնում են, փորձում են մեկուսացել, լիկվիդացել, չի նշանակում, որ մյուսներից պիտի սուս նստեք, չի նշանակում, որ պիտի վախենաք, ուր ամեն երիտասարդությունը, ես հիմա գտնում եմ այստեղ և մի քանի օրվա շրջանը հոգեբանական անտարա, ստրես, չեմ ուզում ասեմ խի որ ձևալը, և հետո ես ինքս ինձ հաղթրի, դասեցել եմ մի րոպե հլե, հացը կա, դերերը տեղը կա, ապաղով կրիշը կա, տղաճա ստրես խի ստանում, այն զինվորները, որոնք որ 44 օրյա պատերազմի ժամանակ կենթանի այրվեցին խրամատների մեջ, բայց տղեկը ինչ ասեր, եթե դու Վարդան Ղուկասյան ստրեսի ես տրվում, և ընդամենը 3 րոպեդու ես վիճակի դուրս եկա, հասկացա, որ դուրսը կա, լողանալու ամենի չկա, ինչի ստրեսի մեջ ընկրում, տղաճա, կանոտ կա դեպի տնողը, սպան չունեմ ասելու, իսկ ես զինվորները կանոտ չունեի, մեր կառավարությունը սպանեց այդ երեխեքին, սպանեց բառից ամենաբուն իմաստով, և այդ երեխեքը հասկանում են, որ անօգնական սպանվում են հայկական զինված ուժերի հրթիռների տակ, շարքելով Ադրբեջանը, թե Ադրբեջանը խփեց, ոչ այդ սրիկաները վերացրեցին, և մենք հիշելով այդ 5,000 զոհերի այսօր նստենք մեր տեղը ու տենանք ոնց է երկիրը կտոր տալիս, լավ մենք ինքնասիրություն ունենք, թե ոչ, մենք անցկենք, թե ոչխարի հոտ ենք, որ մի շիզոֆրենիկ Սերժ Սարգսյանի հետ միասին վեր ընկած կառավարությունում դրած երկիրնանումը չի կարելի, ժողովուրդ չի կարելի, այդ իշխանությանը և պարլամենտական դիմությանը մեկ րոպե շուտ պետք է վտարել կառավարության շենքից, վտարել, հերիք է սրանք մեր ճակատագրերը կորպակեն, հերիք է երկիրը թալանեն բոլորից տնելով դժի տեղ, բարից ամենաբուն իմաստով, այսօր ամերիկյան դատախազը ասում Հայաստանում կորուպցիա չկա, այդ ատորևից ընկա, ինչ հաշան կորուպցիա չկա, դուք հասկանում եք ինչ է կատարվում,
Երեքշաբթի դրոցականներ, աշակերտներ, բուժքույրեր, բժիշկներ, մանկավարժներ մի մարդու նման ավտո եւ թող պետք է շարժվել Ամերիկայի դեսպանատան ուղղությամբ պահանջելով օբյեկտիվ արդար մոտեցում այս դատավարական գործին եւ ազատ արձակել Վարդան Ղուկասյանին, որովհետեւ միակ հակառակորդից չէ, ես իշխանության հանդիսանում եմ ես ուրիշ ոչ ոք, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Տեր-Սարգսյան, ուր են դրանք հիմա ուր են, իրաց համար վայելում են 500,000 մարդ դուրս եկավ Երևանի փողոց, մերժեց Սերժին, Սերժը այսօր ամենաանմեղ մարդն է, Հայաստանի դատարան արդարացեց իր վրա 180 էջանոց բան է ղրգել, քերական մեղադրանք, մեղադրվում են ամեն ինչի մեջ, բացի մարդակերությամբ։ Հասկանում եք, ուղղակի ես հիմա չեմ լսում Հարգարժան Արավատան Հակոբյանին, դրա համար խոսում եմ մենակ ես, եւ համոզված եմ, որ իմ խոսքը ձեզ կհասնի այս երկրի մարդու նման բոլորս հավաքվում ենք Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ Հայաստանում եւ Ամերիկա հայերը խնդրում են հավաքվել Հայաստանի դիպլոմատության մոտ գրենդելու։ Չի կարելի լրել ժողովուրդ, չի կարելի հերիքան լսել նման ձևով, օրինակ մի քիչ գոնե դրականը վերցնեք թուրքերից, տեսեք ինչ է կատարվում Թուրքիայում։ Մասի չելեն իրենց քաղաքական դիտելի համից ապագայի եւ Թուրքիան որպես եվրոպական երկիրն ալոմար են պայքարում։ Դուք այսօր ամբողջովին ասում եք Ադրբեջանի դիապետոցիապակես հաղթագործ ռեժիմի պատճառով։ Միթե կարելի է ցույց տալ։ Սա եմ ես խնդրում ժողովրդից, Հայաստանի ազգաբնակչությունից, մարզերից, անգամ մարզերում բնակվող երիտասարդները, մարզերում մեր կուսակցականները, բոլորը պետք է նստել մեքենա, Արցախ երաժշտությունը Արա Գևորգյանի միացրած դրոշակներով, Հայաստանի դրոշներով, պլակատներով շարժվել դեպի Երևան, Ադմիրալ Իսակովի պողոտա Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ եւ պահանջել արդարադատություն, օբյեկտիվություն, ուրիշ ոչինչ մենք չենք ուզում։ Մենք չենք ասում Վարդան Ղուկասյանի ցեցարեք կամ նեցարեք անենք ոչ կողքին տակ, ոչ օբյեկտիվ դատավարական process, որը որ այսօր ես զարմացած եմ, այս երկրում էլ արդեն գնում է դեպի այսպես ասած ոչ օբյեկտիվության։ Ես եմ հասկանում, ում ենք գտել Հայաստանի իշխանությունները, ում է գտել Նիկոլը, ում է գտել Մակունցը, այսպես կոչված այսում, եւ ես հիմա խնդրեմ այստեղ եմ, ու այստեղ եմ լրիվ անհիմն կանանքի մեղադրանքով, որից ոչ լեգալ են գտնվում Միացյալ Նահանգների տարածքում, հենց դեպքում, երբ որ ես ունեմ եւ աշխատանքի իրավունք, եւ սոցիալ, եւ բանաստական իրավունք։ Այդ նույնը հնարեցին այդ մյուս առաջնորդի հետ։ Հասկացեք, այն զինվորները, որոնք որ զոհվեցին, որոնց հետ կապված մեր երրորդ խանը մկայլամարտի զոհվեցին հանուն ոչինչի, լավ, այդ դրանց տնողների մի մասնա փողով վաճառվել, անեք պետք է զինվորատակը, այդ զինվորների արդար պայքարը, կյանժի նման տղու արդար պայքարը, թքենք վրեն ու ասնենք դրանք, ոչ խարի նման նսենք ու տնանքի չեն ալում էր այդ, սա եմ խնդրում ձեզանից։ Ես խնդրում եմ, որ դուք պաշտպանեք իմ երկիրը, ես չեմ խնդրում պաշտպանեք իմ երկիրը, իսկ իմ երկիրը այսօր կանգնած է կործանման եզրին, վաղը դուք չեք կարանալու անգամ Միացյալ Նահանգներ գաք, չեք կարանալու, փակել են, անգամ Մեքսիկայի ճանապարհը փակված է, ուր եք գնալու, Եվրոպա տեղ չկա, Միացյալ Նահանգները փակավ, իրաչեն է տրամադրել, ու պիտի գնաք ապրեք։ Սիգարի կնչույի նման, որ մի երկրի, որ մի ազգի փոթիկակը պիտի գնաք լզեք, որեզի աշխատանք տան, թուղթ տան, սոցիալական արտոնություն տան եւ այլն, հետո ցանկացած պահի երբ ուզենան ձեռնարիցը տառնեն։ Ինչի դուք ձեր երկիրում եք, պահեք, ինչի չեք վախենում։ Ինձ բերեք ուխել են ստեղծակը, բայց ես էլի խոսում եմ, որ Նիկոլի նման ֆիժված կտենա, որ չկարացավ իմ լեզվի դեմը առնի։ Միակ Վարդան Ղուկասյանի կեսի ապչկակ, ձեր մուսկուլներով, ձեր ֆիզիոնոմիայով, ձեր չգիտեմ սպորտսմեններով ու եսի միջերով, զինվորականներով, ինչ եք ցույց տալի, որ ձեզ հետ վարվեն ամենավերջի սորքի նման։ Անհայրենիք թողնեն։ Հետո ինչ եք ասելու ձեր ժողովներին, ինչ եք պատմելու։ Որ վախեցաք դեր աշխատանքի ձևացնեն, որ Վարդան Ղուկասյանը կվում է պարի դամալ մեկ չի գնացի, հետ չան տանակակ կտարակ թապարական, մտածեք դրա մասին։ Մտածեք, սա եմ ես խնդրում իմ երիտասարդությունից, իմ ժողովրդից, մեր մայրերից, կանանցից, բոլոր մարզերից, մի մարդու նման նստեն եւ շարժվեն դեպի Երևան, դեպի Միացյալ Նահանգների դեսպանատուն։ Գյումրի ընտրությունների համար ինձ հետ արանքից հանեցին, որից չլի, որ իրանք նորից գան, նորից վերածնվեն, նորից Նիկոլն ամրանա, ու Հայաստանը ոչ թե կանապեց գիսի, ինչ
Իհարկե մաճակից է շեք, հիմա այնպես ասել, որ Հայաստան եւ Արցախ ուղղակի դրվել է միևնույն հրաժարի վրա։ Սա է ցույց տալի իրավիճակը։ Հասկանում եք, Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը եկավ հաստատ խնդրեց առաջեց պարապեց, որից փակել դա ինչի համար։ Այսինքն ռեալ վտանգ, այսինքն բոլոր սուրբ հարցումները, որ գելավ ինձ տալիս էր երկրորդ տեղ, ես ասում եմ իրականում Վարդան Ղուկասյան առաջ տեղով ակնում, խնդրեմ սրա ապացույցը դա է։ Որ հատնում է ինչպես Էրդողանը Գյուլից, այնպես էլ Նիկոլը ինձանից։ Դրա համար ես խնդրում եմ ձեզ, խնդրում եմ չհազարել։ Ինձ ստեղ մտցնելով դուք պիտի ցույց տաք, որ դուք վիճակի եք ձեր երկիրը բնապահելով։ Ուրիշ Վարդան Ղուկասյան չի լինելու։ Ուրիշ քաղաքական գործիչով սրանց դեմ դուրսակալու եւ մնալու անկաշառ չի լինելու։ Հավատացեք, չի լինելու։ Հիմա դուք տերում եք չկա գոյություն չունի։ Սերժ, Ռոբերտ եւ Նիկոլ, այս երեքը։ Ես կտում։ Հասկա մեկը մեկի մի վիրավորեք, մեկը մեկի վրա մի հարցակվեք, մեկը մեկի մի անպատվեք, տայս արես նայես, մենք ունենք մեկ ընդհանուր թշնամի, ներքին թշնամի, այս եռյակը, որը ղեկավարում Սերժը, երկրորդը Նիկոլը, մյուս կողմը Մարզերից, բոլոր մարզերից, շարժվեք, երեք շաբթի օրը ժամը 12-ին, եղեք դեսպանատան մոտ, այսինքն ամեն մի մարզից պետք է հաշվել, քանի ժամում ենք հասնում Երևան, եւ դրանից 2-3-40 րոպե մի ժամ առաջ հավաքվել տվյալ մարզի շրջկենտրոնում եւ մեքենաներով շարժվել դեպի դեսպանատանները, դեսպանատուն Միացյալ Նահանգների, որ Ամերիկան տենա եւ հասկանա, որ հայ ժողովուրդը իր ընդդիմադիր գործի կողքին է, ինչպես որ հիմա հասկանում են, որ Թուրքիայում թուրքերը հելեն իրենց ընդդիմադիր գործի կողքին են, որ Էրդողանը դիկտատոր հանցագործ է, նույնն էլ Նիկոլը։ Սա կտրում, շնորհակալություն, լավ մնացեք։ Շնորհակալություն։ Եվ այսպես, բան չթողեց ասելու, ամեն ինչ ասեց պարոն Ղուկասյանը, քանի որ կապը միակողմանի էր, ես չկարողացա իրեն ասեմ, որ ցանկացած ժամանակ իմ եթերը բաց է իր հայտարարությունների համար, ընդամենը պետքա մի օր դրանից առաջ մենք պայմանավորվենք, որպեսզի այս համակարգը տենց է պահանջում էլի, դու կարողանաս գրաֆիկի մեջ դնել։ Ամեն դեպքում ես կխնդրեմ այն ընկերներին, որոնք կապ են հաստատել իմ եւ պարոն Ղուկասյանի մեջ, փոխանցեն, որ ցանկացած ժամանակ ինձ ուղղակի տեղյակ պահեք եւ հապետ միանալ եւ պարոն Ղուկասյանը կարող է իր մեսեջները, իր ցանկությունները փոխանցի մեզ դիտողներին։ Եվ այսպես նորից հիշեցնեմ, 3 շաբթի օրը ուրեմն Երևանում եւ Գլենդելում ժամը 12-ին պարոն Ղուկասյանը հրավիրում է ամերիկյան դեսպանատան մոտ Երևանում, իսկ Հայաստանի հյուպատոսարանի մոտ Գլենդելում հավաք, որտեղ կպահանջեն Վարդան Ղուկասյանի ազատ արձակումը եւ իմ համար ամենաշոկայինն էր, որ ասում է ամերիկյան դատարաններում տեղյակ չեն, որ Հայաստանը կոռումպացված երկիր է։ Ես էլի պետք է ասեմ, ինչպես նախկինում էի ասել, այն փաստաբանական խումբը, որ զբաղվում է Վարդան Ղուկասյանի գործով, հիշում եք, ես առաջին օրն ասել եմ այս մասին, իրենց մեծ երկու, թող իրանքից ներեն, որովհետև առաջինը ինչ որ պետք է արվեր, բոլոր զեկույցները, որ Հայաստանը կոռումպացված, համակարգային կոռումպացված երկիր է։ Այսինքն ոչ թե Վարդան Ղուկասյանն է անմեղ, դա դնում եք մի կողմ, այն որ Հայաստանի իշխանությունները համակարգային կոռումպացված են, ունեն տարբեր կազմակերպություններից ստացած զեկույց գնահատականներ, որ իրանք կոռումպացված են, հանցագործ են, ցեղասպանություն ուրացած են։ Ես այդ ամեն ինչի մասին հենց առաջին օրն եմ ասել։ Հույս հատնելով, որ տգետ հայկական կողմը թույլ է պատրաստված լինելու եւ պետք է օգտագործել իրենց դեմ հենց իրենց թերությունները, ոչ թե մտածել ոնց արդարացնել Վարդան Ղուկասյանին, այլ ոնց ցույց տալ, որ մեղադրական կողմը ինքն է հանցագործ, սահմանադրության առաջ, մարդկության առաջ, պատմության առաջ, որպես կոռումպացված, որ ունենց եմ ասում, համակարգային այս գնահատականները հենց ամերիկյան կազմակերպությունների գնահատականներն են։ Եվ տեսեք, փաստորեն, դրանք տեղ չի հասել եւ փաստաբանական կողմը, Վարդանի պաշտպանական կողմը, դրա վրա չի աշխատել։ Ես եմ ասում, այն հանգամանքը, որ
Դատարանը չգիտի ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետություն, նշանակում է այդ զեկույցները ներկայացված չեն եղել։ Իրանց մեծ երկուսի մի հատ։ Ես հույս ունեմ, այս ամեն ինչը կուղղվի։ Որովհետև ես հասկացել եմ մի բան, որ եթե պաշտպանողական կողմը չի կարողանում ճիշտ кейսը ներկայացնել, արդեն մարդունել կտանեն կդատեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որովհետև արդյունքը որոշումը ժյուրին, այն երթվել ատանկալները, իրանք են որոշում։ Այսինքն եթե դու կարողացար հիմնավորես, տպավորություն թողես, հələ մի կողմ օրենքն ինչ է ասում։ Կարևորը տպավորությունն է։ Իսկ տպավորությունը եթե այնա որ Հայաստանի իշխանությունները կոռումպացված չեն, Հայաստանը դեմոկրատական երկիր է, սա խայտարակություն է։ Նույնիսկ եթե Վարդան Ղուկասյանին ազատեն էլ ուրիշ բան, բայց այն հանգամանքը որ այդ դատարանի մոտ կա կարծիք եւ տպավորություն, որ Հայաստանի Հանրապետությունը դա ժողովրդավարական երկիր է, սա թերացում է։ Եվ այսպես մյուս հայտարարությունը բացի այդ հավաքից ինքը խնդրել էր, փաստորեն ինքն է խնդրել, որ բոլոր այն ուժայինները, որոնք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում անկախ կարգավիճակից, փախստական կարգավիճակով, կապնվեն իր փաստաբանական գրասենյակի հետ 702-9500, որս կրկնեմ 702-9500 համարով ցուցմունքներ եւ ինֆորմացիա տալու համար եւ փաստորեն այն հայտարարությունները որ գնացել է Գայանե Մանուկյանի կողմից փաստորեն դրանք գնացել է Վարդան Ղուկասյանի ցուցումով, այսինքն ամեն ինչը fake չի։ Ափսոս ես չկարողացա Վարդան Ղուկասյանին հարցնել թե որն է լինելու ինֆորմացիայի այն լավ կլիներ միակ աղբյուրը, միակ ով ուզում լինի Գայանե Մանուկյանը կլինի կամ ուզում լինի միակ աղբյուրը, որ մարդիկ իրեն հղում անեն, որովհետև այսօրվա մեջ ինչ ասես ստացել եմ։ Ես ենթադրում եմ ոչ միայն ես եմ ստացել, բոլորն էլ տարբեր հայտարարություններ եւ ցուցումներ են ստանում, որը շատերի համար կարող է թվա ոգևորիչ, կարող է թվա ընկճող, ինչ ասես կարող է լինի, մենք չգիտենք ով ինչի համար անում։ Լավ կլիներ, որ Պարոն Ղուկասյանը որոշեր, որ ինքը ունենալու է մի ինֆորմացիոն աղբյուր, որ եթե մեկը հղում է անում, հղում անի այդ մեկին, անկախ նայից ով է։ Սա իմ խորհուրդն է։ Ընդհանրապես ես ուզում եմ գրառումներս նայել, որ հանկարծ ոչ մի բան բաց չթողեմ։ Մի խոսքով ես խնդրում եմ նորից Վարդան Ղուկասյանի ներկայացուցիչների, որոնք բարբերաբարի հետ կապնվում են, իրան տեղեկացնեն ցանկացած ժամանակ, եթե ասելիք ունի, եթե բացա Վարդան Ղուկասյանի համար։ Իսկ երեքշաբթի օրվա համար դե բարձա էլ չեմ զգուշացնում, չնայած ես ամեն օր կհիշացնեմ։ Ամեն օր կհիշացնեմ, որ երեքշաբթի ժամը 12-ին ամերիկյան դեսպանատան մոտ, իսկ Գլենդելում հայկական հյուպատասարանի մոտ, ինչպես ասեց Վարդան Ղուկասյանը։ Եվ այսպես ասենք մյուս թեմաների, ես պետք է ասեմ, որ բանը հասել է նաև ինձ, ես էլ եմ դարձել թիրախ, այսպեսի մի բան են ինձ այսօր ուղարկել, այսպեսի մի նկար, ինչ որ էջ է բացվել, շատ արագ կազմակերպված, սա կոչվում է հայկական տիրույթ, Armenian Zone։ Այնց հետաքրքիր էր էլի, սա ինչ է։ Ինչի օրինակ ես այմ համերգային շնորհով Թուրքիայի դրոշի վրա այսպես բանը Նյու Յորքում, գուցե սա Նյու Յորքն էլ չի, չգիտեմ, աշխարհի որ մի կերպում եմ ես։ Մի խոսքով իմ սեփ կենսագրությունն է ներկայացված եւ որ կարդացի տակի կոմենտները, սա նկարիչ Աշոտն է, ծուռ Աշոտն է, սասնա ծուռ Աշոտը, իմ ընկերը, այն որ ասեց իմ զենքը վրցինս չի, երբ որ իմ երկիրը դժբախտության մեջ է։ Սա իմ ծուռ ընկերներն են, Վարուժան Ավետիսյանն է, Էդիկնա, Սեթոնա, հիմա բոլորը նստած են իրանք։ Ես երբևէ սա չեմ թաքցրել, սա իմ կենսագրությունն է, իրանք իմ ընկերներն են։ Եթե ես լինեի Երևանում, ես իրանց հետ ապստամբելու էի, ես դա միշտ ասել եմ, էս ես եմ նորից, իմ տանը, ձեռս իմ գիրքն է, հետևում էլ Կոմիտասի նկարն է, սա իմ տունն է Երևանում։ Իմ կենսագրությունը, այսպես բաց, սա ես եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներկայացնում եմ երևի բացումն եմ անում, որտեղ ելույթ կունենա Արա Պապյանը, կարծեմ սա Նյու Ջերսիում է։ Մի խոսքով,
Սա ես եմ օրվանորություններն եմ կարդում, չգիտեմ, մեկը որոշել է իմ մասին գրի։ Եվ հետաքրքիր է տակի գրառումները։ Տակի գրառումները ամեն ինչ ասում է։ Իսկ սա ես եմ հաղորդման ժամանակ, եթե ժամանակ ունեք, գտեք այս հայկական գոտին, արտահայտվեք, իս սրտե, ես չեմ սահմանափակում ձեզ լեքսիկոնի մեջ։ Ու ես այս նիկոլացիներին, սա ես եմ Civilnet-ում, միջև Ամերիկա հեղափոխված ժամանակը, դեմքիցս սերում է, չէ, բաների, ասֆալտի վրա այդ շոքերի մաշված արդեն։ Սա ես եմ էլի, ինչ որ այա։ Ես թվում է, Վարդան Հակոբյանը իր կենսագրությունով խոցելի է եւ իրան կանելի է ինչ որ մի բանի վրա բռնել։ Լսեք այն նիկոլացիններ, ծերից ծայր, այսինքն ձեր ամբողջ համակարգը դուք գիտեք ես ձեզ ինչքան լավ եմ ճանաչում։ Հիմա ստիպում եք, որ ես ձեր այդ մասին էլի խոսեմ։ Ուրեմն ձեր ամբողջ համակարգը վարչապետից միջև ամենաներքևի օպերա։ Դուք գիտեք, չէ՞ ինձ։ Եթե դուք էլ չգիտեք, դուրս արեք փողոց, գնացեք ձեր շեֆերին հարցրեք, իրանք կասեն ով եմ ես։ Իրանք կասեն ով եմ ես եւ ինչպես կարելի է իմ հետ շփվել կամ չշփվել եւ ինչու է պետք ինձանից հեռու մնալ։ Դուք նույնիսկ պատահական անցորդ չեք այս կյանքում, է։ Դուք սենց էպիզոդ եք, պատմական դժբախտ էպիզոդ հայկական իրականության մեջ, բայց էպիզոդ եք ընդամենը։ Եվ ոնց եկել եք այնպես գնալու եք, բայց գնալու եք դեպի բանտ, ին վրա ազդել, ին վրա ինչ որ բան գտնել, հա դուք ունակ չեք ուղակի, որովհետև իմ կենսագրությունը ապրած կյանքը այսպես ափերիս մեջ է, ափերիս մեջ, ինքը ցանցում է եւ չունեմ գետ մի ջնջած նկար իմ ամբողջ կենսագրության մեջ, իմ Facebook-ի էջը մտնեք 2008 թվականին գրանցվել եմ, 2008 թվականից առ այսօր ինչ կա իմ կյանքում ընդեղա։ Ոչ փակա մարդկանց համար, կա չէ որ փակա ասենք մենակ ընկերները կարող են նայել։ Չէ, իմ պատերը բաց է։ Ես երկու հատ պրոֆիլ ունեմ, երկուսն էլ իր հետևորդներով, ոչ մի թաքցնելու բան չունեմ, որտեղ ես մի կյանքը չեմ ապրել այնպես, որ հանկարծ մեկ ուզենա ինձ պատին դեմ տա, ասի էսի դու չէիր։ Ես գիտեմ, որ այս ամեն ինչը կարող է լինի։ Ես այդքան միամիտ էի, որ ձեզ հնարավորություն տայի, կամ այնքան անշնորհք էի, որ ես ինքս իմ արածի իմ դեմը դնեի, ես դա ինձ ամաչեի, ես ուրիշ ձև իմ կյանքը ապրել։ Դա ձեզ հասանելի չի։ Դուք չեք հասկանա, որ այս բան հնարավոր է։ Տալիս եմ իմ ամբողջ Facebook-յան էջերը, չնայած դուք դա գիտեք։ Եթերներն եք նայում, գրի եք առնում, հավաքում եք, բանը, քրեական գործ եք հարուցում, ես դա գիտեմ։ Բայց նորից իմացեք, ձեր ամբողջ համակարգը վարչապետից մինչև վերջի օպերա, այսինքն ծերից ծեր, ոչ մի բան եք, որ դուք կարողանաք ին վրա ազդել։ Զերո։ Եղավ, ես մնալու եմ։ Դուք, ասում հողմերի պես կկորչեք վայրակ։ Եվ դա ձեզ խոսք եմ տալի։ Հանկարծ մտնելով չանցնի, որ այս փուլը կարող է մի քիչ բարենպաստ ձեր համար, սա հավերժ շարունակվելու է։ Պատմության մեջ այդպես բան չի եղել ու չի լինելու։ Իսկ պատմական օրինաչափությունները ես գիտեմ ոնց են կրկնում։ Ձեր նման տգետներին դա հասու չի։ Եթե մի քիչ ուղեղ ունենայիք, չեք մտնի դրա տակ, ինչի տակ որ դուք մտել եք։ Բայց դուք եք մտել եւ պատասխաններ դուք եք տալու։ Այնպես որ այս կարգի նկարներով, այս կարգի ինչ որ իմ նկարը դնեք թուրքական դրոշի տակ։ Եք կարակ 12 հատ թուրքական դրոշ ունեք։ Իմ ապրած կյանքը ամեն ինչ ասում է։ Ամեն ինչ։ Հա? Շարունակեք, եթե մի քանի մարդ էլ չգիտես, որ ինչ կարգի ողորմել եք, ինչ կարգի դուք դատարկեք, թող երանք էլ իմանան։ Նորից եմ ասում, իմ ամբողջ կյանքը ափերիս մեջ է, ծառերին էլ որ դրել եք, իմ ընկերներն են։ Հիմա որ բանտում են։ Ապստամբ մարդիկ են, այսօր Հայաստանը երազում է, չէ՞, ապստամբներ ունենա։ Մեկը լիներ, ապստամբեր ստանալու։ Այո։ Ես էլ Երևանում եթե լինեի, ես էլ իրաց կողքին էի լինելու։ Ես միշտ ասել եմ, միշտ էլ ասել եմ, որովհետև դա իմ հավատամքն է։ Մեկը կարող ասի արժեր, մեկը կարող ասի չարժեր է ժողովրդի համար դա անել, ինչի պետք է անես, հա, ոչ մեկի պետք չի ամբողջ, գիտեք, քանի 1000 հոգի օրական կախվում թեբերից, ես ասում եմ, լսի արի Երևանի փողոցները ման արի,
տեսեն ինչ որ դու խոսում ես, վառվում ես Ամերիկայում նստած, Երևանցու հեչ վեճը չի, արի մերկու շփվի, մերկու քայլի, ինֆարկտը քեզ կխփի ուղակի։ Ասում ես չեմ ուզում։ Ես դա էլ գիտեմ, բայց ես նաև ինձ գիտեմ։ Ինձ գիտեմ, որ ես գիտեմ, չեմ կարա չանեմ։ Որովհետև մի հատ խոսք կա, ասում է այն լավագույն հանճարեղ գործերը չեն գրվել կամ նկարվել կամ հա որպես երաժշտություն կամ բանաստեղծություն չեն գրվել, որովհետև ասենք այդ հեղինակը պետք է ինձ պարապես չգիտեր ինչ աներ ու վերցել է մի հատ, չգիտեմ, ասենք պոեմա գրել կամ մի հատ երաժշտություն ա գրել կամ մի հատ քանդակագործություն, ասես մի հատ քանդակ ստեղծել է ու սենց աշխատել յանում է, չէ, այդպես չի ծնվել։ Այդ մարդիկ դա արել են, որտեղ չէին կարա չանել։ Դա այն ինչ որ ես հիմա անում եմ, իմ ժամանակի առողջության ամեն ինչ ռեսուրսներից հաշվին, դա նանից չի, որ ես այնց հաճույք եմ ստանում, ուղղակի սա մի բան է, որ ես չեմ կարող չանել։ Ես ձեզ թվում է այս նկարներով դուք ինձ կարող ա ստիպեք, որ ես դռեմ, ես ես հաջողություն եմ ցանկանում, ուղղակի փորձեք։ Իսկ ինչու զոհվեցին այդ տղաները անկախություն եւ պետականություն ունենալու համար, Փաշինյան Նիկոլն է ասում։ Դուք եսեք այդ տականքներ։ Ոնց ասեմ, որ ես ձեզ պատկերավոր լինի, էլի։ Այստեղ եք այո, գնացել էին զոհվեցին, որ գնացել ոչ թե զոհվելու, գնացին կռվելու ու բոլորի խոսքը մեկն էր։ Գնում եք այս հարցը վերջնականապես լուծենք, բայց իրենք չգիտեին, որ իրենց ուղարկում են վերջնականապես լուծելու հարցը թուրքերի օգտին, ուղարկում են սպանելու։ Այստեղ եք չեն զոհվել, տականք, դու այստեղ եկին սպանել ես, դրանք տարբեր բաներ են, տարբեր, ու քեզ հետ սպանել են բոլոր նրանք, ովքեր էջերն են սարքում, ովքեր կարող ես նկարների տակ լայք դնեն, ովքեր քեզ բարև են տալի, ովքեր բարև են տալի քեզ բարև տվողներին, էլի պետք է վերադառնամ նույն շրջան։ Երեխեքին, որ ասում ես զոհվեցին տղաները, այս տղաները չեն զոհվել, այս տղաներին դուք սպանել եք։ Դուք սպանել եք, ձեր հետ սպանել են բոլոր նրանք, ես նայում եմ չէ մեդիային, նայում եմ չէ ով ինչ է խոսում, ով ինչ է մտածում, ով ինչ չի ասում։ Այսօր եթե Հայաստանում մեկը կա, որ ուղիղ տեքստով չի ասում, որ Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է, ու այս ամեն ինչի կազմակերպիչ, որ Հայաստանը իրավական երկիր չի, որ Հայաստանում չի աշխատում սահմանադրությունը։ Եթե այս բառերը ուղիղ ձեր չեն ասում, տեսնում եք այդպես մեկին, ուրեմն դուք դիմացը ձեր դիմաց տեսնում եք վարձկան, անաղուած, անհայրենիք, հերթական Նիկոլի մի երանգի, ասենք դա Նիկոլի երանգներից մեկն է ընդամենը, հա? Ասում, եթե մեկը այս բառերից խուսափում է, ուղիղ չի ասում, եւ պատրաստասան բարև տան, նստի հետ լուրջ բաներից խոսա, հա ինչ որ բաներ քննարկի, դուք տեսնում եք Նիկոլի երանգներից մեկին, ընդամենը։ Հիմա դուք դրան ոնց կվերաբերվեք, դա արդեն ձեր գործն է, ես արդեն ասել եմ դա մասին։ Մենք լսենք ես պատրաստ եմ, տող գնամ։ Իսկ այն որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք, եւ առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, էս էլ է շատ կարեւոր։ Ես ինքս ինձ հարց եմ տվել։ Լավ, ինչի համար զոհվեցին այդ տղաները։ Եվ ինքս ինձ Չէ, քո կնիկը արդեն պատասխանել է այն բանը ով է հիշում, կա չգիտեմ Երևանի փողոցներում հիմա կա այն աղբակերները, որ դուրս է դրվում էր։ Դե հիմնականում դրանք գլիքն էին, չէ՞ լինում, ու այդ աղբակերի կողքերը միշտ կենթանիներ էին վազվզում։ Միտքս հասկացա ով է այդ ասել, որ տղաները անիմաստ են զոհվել, հանուն ոչինչի են զոհվել։ Նույնիսկ որ քեզ հարց տալու փոխարեն կարայիր այդ ամանների կողքը վազվզողին հարցնեիր։ Ասիր ինչի են զոհվել, ինքը քեզ կասեր։ Նիկոլ, դրանք անիմաստ են զոհվել։ Քեզ այդ հարցը պատասխանը քեզ տանը տվել են։ Դու էկրանի մոտ կապիկություն ես անում, իսկ լրագրողը ոնց է աչքերով վրա տանայում, պետք է ասեր, բայց մի բան ինչի ձեր տանը չեն ասել, ինչ են զոհվել այդ մարդիկ։ Բայց դե հա չեք նստել, որ ինքը ձեզ հարց տա։ Ինձ համար գտել եմ այդ հարցի, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանը։
անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։ Ու այդ պետությունից շանսը խաղաղությունը այդ ինքն է ստեղծում։ Փաստորեն ինչ է վերադառնում սրան։ Ես ոչ մեկին ծել չեմ բողոքելու, չեմ հայոյելու, պահանջներ չունեմ։ Ես թողում եմ մարդու ընտրության վրա։ Ես ի վերջո Աստված չեմ, չէ՞։ Ոչ էլ Վարդան Ղուկասյանն է Աստված։ Ինքը կարող ընդհանրապես կոչ անի։ Ինքը կոչ անի հավաքվելուն, պայքարելու, ես էլ կոչ եմ անում ուրիշ բանի։ Մարդ լնելու։ Մարդ, որովհետև մարդ է լինում, ամեն ինչ լուծում է, բոլոր հարցերը լուծում է։ Իրան պետք չի ասել գնա պայքարի, էլ են իրա պետք չի ասել մարդու նման ապրի, իրան պետք չի ասել անասունից տարբերվի գոնե էլի։ Իրան պետք չի ասել, սրանց նմաններին որ տեսնում ես, քո պարտականությունը լիկվիդացնել է սրանք։ Որտեվ էս հազար երեխա որ տարավ սպանեց, ինքը չի վերջացել։ Ինքը իրան ինչ որ ասում է, մենք էսի խաղաղության համար ենք, խաղաղության համար տադելա սպանելա, ու սա խոսում է, սա սա իր պաշտպաններ ունելա։ Իմ համար դրանք բոլորը նույնն են։ Ու ես չեմ կոչ անում ոչ մեկին, գիտեք, չի կարելի սրանք ունենք պաշտպանել։ Ոնց ուզում ես պաշտպանի։ Իմ հարցը ինչի որ դու պաշտպանում ես, հարցն է, բա քեզ կողքից ոնց են վերաբերվում։ Այս սա է իմ խնդիրը։ Իսկ եթե այս ամեն ինչը մի հասարակության մեջ նորմալ է, որ երախուն կանան տանան սպանեն, հետո ասեն գիտես ինչ, ինքը սպանվեց խաղաղության համար, որը դեռ չի եկել, որը ես պետք է որոշեմ երբ է գալու, որը ես պետք է որոշեմ հələ դու որտեղ պիտի ապրես, որտեղ քո գյուղն էլ քոնը չի, ես Ալիևին խոսք եմ տվել։ Ես չեմ բարկանում։ Տղաները չեն զոհվել։ Մենք պարտվել ենք ինչպես քարորյա, այդպես էլ 44 օրյա պատերազմում։ Սա արձանագրվել է, սա բառասողը, դուք հասկանում եք, որ իրավունք չէր կարող ունենալ նորմալ երկրում ազատ տեղաշարժվելու, բայց ինքը նույնիսկ լրագրողների է վիրավորում, իսկ այս դրանից հետո այս տականք ասում է, այդ ինչ ենք է զիջել, մի հատ ասեք հələ։ Ինչ ենք զիջել, ասում է, դուք պարտ չեք զիջ, դուք պարտվել եք։ Դուք իրար հակասում եք, ես էլ ասում եմ ինչ ենք զիջել, ասեմ ինչ է զիջել, լսի ինչ է զիջել։ Մենք հիմի կարանք ստեղից դուրս գան, գնանք ասենք չէ, չկա էնել, չկա էնել, չկա էնել, չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմը սկսել է։ Հետո ես գիտեմ ինչ արնելու այդ պատերազմի վերջում, հետո որ իրար միտեղ տենանք Երևանի Հանրապետության հրապարակում բանում, դուք ասելու եք, մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք այդքան ինֆորմացիա չունենք։ Բա մենք շատ ասում ենք, բա դու մենք հիմի կարանք Հասկացա՞ր ինչ ես ինչ է։ Դու շանտաժով մարդկանց վախեցնելով իրանց տներն ես ջիջը։ Քեզ թվում է այ ոչնչություն, այ ոչլոտ, կենսագրությունով, տեսակով, ապագայով, ներկայով։ Ինչա, մենք հավ ենք, չենք հիշում, չենք հասկանում։ Ասում եմ, ինչ ենք զիջել, մի հատ ասեք էլի։ Ինչ ենք զիջել, դու սենց շանտաժով մի ամբողջ երկիր ես զիջել։ Այսինքն շանտաժով ու դու ես ընկե վախեցնելով մարդկանց տանել դռնե դուր, որ պետք է տանք, որովհետև եթե չտանք, պատերազմ է լինելու, մոռանալով որ պետության պարտականությունը մարդկանց պաշտպանելու մեջ է։ Դու որտեղ վեր ես ընկե սահմանությունով քո պարտականությունը դա է։ Ես դա չեմ ուզում ասեմ նորից կրկնվելու համար, սա պարզ ճշմարտություն է, որ ցանկացած իրեն հարգող մարդ պետք է իմանալ։ Իսկ եթե իրեն հարգող մարդը նաև ամբիցիա ունի մեդիաներում ելույթ ունենալ, ու սա չգիտի, ուրեմն ինքը ոչ թե իրեն հարգող մարդ է, ուղղակի շարքային Նիկոլ, վարձկան ոչնչություն, Նիկոլի հերթական երանգներից մեկը։ Հերթական երանգներից մեկը, ժողովուրդ։ Եթե մենք այն ազգն ենք, այն միջավայրն ենք, որտեղ այդ հերթական Նիկոլի երանգին բարև տվող կա, բարև տվող, այլ ոչ թե որ փողոցում տենում ես ուզում ես աչքերը հանես, որտեղ քո մատղաշ երեխու գլուխն է տարել կերել, ու հլը հայտնի չէր ինչքան անելու, հլը ինչքան է կորուստ ունելով Հայաստանը, դեռ ոչ մեկին հայտնի չի, հլը ոչ տալիս է, հլը ամեն ինչ անում է այդ կործանելու համար։ Եթե այսքանից հետո մարդը սրանց նորմալ են վերաբերվում, իսկ ինչ ես պիտի կոչ անեմ, որ իրանք մարդ լինեն, ես չեմ ուզում դրանով զբաղվեմ։
Ես չեմ կարա դանոզվողից համարում եմ անիմաստ ոչ միայն անիմաստ աշխատանք, նույնիսկ ժամանակի անտեղի կորուստել չի դա, գիտեք, նույնիսկ ինչա, դու ինքդ ես սկսում քեզ չհարգել ուղղակի։ Դու ինքդ ես քեզ ուղղակի սկսում չհարգել, որովհետև մտածում ես լավ, իսկ ով է երբևէ մի նորմալ մարդուն ասում, արա մարդու նման ապրի։ Որտեւ դու խոզի նման ես ապրում, ունում ես խոզի ապագա։ Եթե դու քեզ շան նման ես պահում, ունում ես շան ապագա։ Հասկանում ես, այդ այնքան պարզունակ բաներ է, դու սկսում ես քեզ չհարգել, որ դու դրա մասին պետք է խոսաս։ Չէ՞ որ խոսքը 10 տարեկան երեխու մասին չի, 5 տարեկան երեխու մասին չի, որ ասես, բալես, այդ չի կարելի սա անել, կարելի է սա անել, որովհետև ունենալու է սա այս հետևանքը։ Բայց երբ որ խոսքը գնում է հասու մարդու մասին, եւ իրան պետք է ասես, մի դավաճանի։ Մի սպանի։ Հա? Իսկ չէ, սիքո գործը չի։ Եթե ինքը ուզում է դավաճանի, ինքը դավաճանի, մեկը ինքը դավաճանելու է ու սպանելու է։ Քո ասել, չասելը ընդհանրապես կարող է քո հոգու համար հանգստություն լինի։ Դու արդյունքում ոչի բան չես փոխելու։ Բայց ես քանի բանը վերջի չի եկե։ Ես ընդհանուր, հա, ու մոտ հնարավոր է մի բան փոխվի, ես իրանց եմ ուղղակի հիշեցնում, որ այս ամեն ինչը մեր պարտականությունն է։ Ամերիկան չի օգնելու մեզ, չի գալու փրկի, Ֆրանսիան չի գալու մեզ, ոչ Իրանը չի գալու մեզ փրկի, ոչ մեկ չի փրկելու։ Սրանց հարցի լուծումը մեր վրա է։ Եթե մենք իրանց հարցերը չենք լուծում, նշանակում է իրանք այս ամեն ինչը կարող են շարունակել։ Այսօր մի հատ այսը նայեք էլի։ Նախ կրակում են մեր վրա, կրակում, սոցքի կողմից, կրակում են մեր վրա, մարդի գնացել են, նկարել են ցուցմունքները, ու սրա կողքը հայտնում է մեկը, մի հատ արծրուն, որ ինքը հենց նոր, ասում է հենց նե, բարդենիսում եմ կրակոցի մասին լուրերը իրականության հետ կապ չունեն։ Այս գիտեք ում նա ինչ հիշեցնում, արծրունին հիշում եք, հա, որ լեգդի սուտ է այդ ամեն ինչը, մենք հաղթում ենք։ Մենք հաղթում ենք, մեկ էլ Քոչարյան Անդոնը ասում է, մենք պարտվել ենք։ Քոչարյան Անդոն, դու պատկերացնում ես քո ճակատագիրը։ Այն պահին, որ Փաշինյան Նիկոլ ընկավ, դու հասկանում ես, դու պատկերացնում ես մոտավորապես քո հետ ինչ է կատարվելու։ Հիմա նույնն են անում, կրակում են, այս տականքին, տեսնում եք, այս դիմացն է տոզով, այս Թուլատ Հակոբյան, այս ոչ մեկը։ Այս տականքը արծրուն երկրորդն է, ուղարկել են ասել են գնա անդերից ասա, ես ստեղ եմ, կրակոց չկա, հիշում եք, չէ ամբողջ 44 օրյա պատերազմը նույն բանն էր, հեն ժողովրդի մեջ մի բան ինֆորմացիա էր տարածում, արծրունը կանում է ասում էր, ես հենց հիմա ստեղ եմ, ամեն ինչ լգդի սուտ է, այս ապրողը ասում է կրակողի մասին, կրակոցների մասին, ապրողը ասում է, սա հայկական տարածքներից են կրակում, սա գնացել ասում է, ես ստեղ եմ, բան չկա, հիմա հարց Այս թուրքական ծնունդին, այս տեսնող չկա փողոցում։ Դուք սան տեսել եք։ Սան եթե տեսնեք կզզվեք ուղակի։ Դուք կհասկանաք դուք ինչ կոմպլեքսի հետ գործ ունեք։ Կոմպլեքսի, որ ինքը ոչ միայն ատում է իրան, ատում է ամբողջ մարդկությունը, ինչ շրջապատում է իրան։ Որտեւ այդ դեմքի արտահայտությունը, այդ ամեն ինչը չի կարող մարդասեր լինի։ Իրան չեն սիրել փոքր ժամանակ։ Հիմա էլ չեն սիրում, ինքը ամբողջ հոգով ատում է, ինչ գեղեցիկ ատում է ուղղակի այդ մարդը, հասկանում ես, ամեն ինչն է ատում, եթե դուք սան տեսնեք, փողոցում, սա արծրուն երկրորդն է, այն արծրուն առաջինն էր, սա փողոցում, քայլում է, չէ, մեր մեջ է ապրում, բայց ես վստահ եմ, սրա ծնունդը եթե վաղը լինի, ես կտեսնեմ ինչքան մարդ է ծնունդը շնորհավորում, ու կտեսնեմ այդ նույն շնորհավորող մարդը հաջորդ օրը ոնց է բողոքում այս իրավիճակից։ Ուզում ես ասես, այ ողորմելի։ Արա մի քիչ մարդ եղեք էլի։ Արա դուք փոքր ժամանակ քծնելու եք գնացել։ Դպրոց գնալու փոխարեն մարդկա երաշտական դպրոց դաշնամուրիա գնացել, սրանք հետև մտնելու են գնացել, ողորմելի չնչին արարածներ։ Դուք ուզում եք այդպես կեղտի նման ապրեք ու դուք ուզում եք պետություն ունենաք։
Դուք ուզում եք ձեր ընտանիքը տունը քանդողի ծնունդը շնորհավորեք, հաճոյանակ, որ կարող է հանկարծ բարի քեզ բանով լինի։ Այն ինչ է իշխանության ոտի տակի փալասնա, ու դուք պետություն ունենաք, ախր ես դա տեսնում եմ, չէ։ Դուք պատկերացնում եք իմ այս մարդկության նկատմամբ իմ հիասթափության աստիճանը, երբ որ ես ամեն ինչ նայում եմ, ես գիտեմ ով ում է շնորհավորում, այս շնորհավորանք ստացողը ինչի արժանի, այս երեք ինչից է բողոքում, հա։ Ախր ես գիտեմ այս ամեն ինչը։ Այս առնվազն մի քանի տասնյակ հազար մարդու ճանաչում եմ, չէ։ Եթե ոչ անձնապես, գոնե ես ճանաչում եմ վիրտուալա, ու ես այդ ամեն ինչը տեսնում եմ։ Ես ինչքան այդ ամեն ինչը տեսնում եմ, այնքան ավելի եմ սիրում իմ տամեջը, այն փոճուր փիսոին։ Էվոս այս միշտ հանկիստ մի տեղ պարկացա, էլի, որ գնում զորով բզբզում ես, կարող է մի հատ նայիվ էր, էլի, բայց հանկարծ որ բան արեցիր, հոգուն հասցրեցիր, անես կֆշացնի վադեն, կվախենաս, կասես այս փոճուրը ոնց էս մի հատ մեջք ուռացես, էս պատրաստակ ես ուտելու։ Պաշտպանվելու ձև գիտի, հետո քեզ բան չի անել, ինչ ես այդքանից բզբզում, բայց որ հոգուն հասցնում ես, ինքը պատրաստ է, էսի այսքան փոճուր բանով, ցես քեզ ծվեն անի։ Ասում, ես այս տականքներին ինչքան ճանաչում եմ, քան տեսնում եմ, այդ անմեղ կենթանին այդքան աշկից բարսանում է։ Ասեցի եկավ։ Լավ, ձեզ մոդից չի երևում։ Ես գասես ֆրֆրալ կգնա իր համար։ Այս միսին լսենք։ Պահին կա հարցակման հավանականություն կա, թե ոչ, հարց եմ տալիս, հիմա հարցակման վտանգ դուք տեսնում եք, թե ոչ, ինչ տվյալներում։ Հարցը արդյոք հարցակման հավանականությունը, այս պայդրությամբ հարցակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետեւում ենք իրավիճակին։ Բայց կներեք ես չի նկատել, որ դուք սան չեք տեսնում, մի հատ նայեք էլի սվայել եք էլի։ Հարցակման հավանականություն կա, թե ոչ, հարց եմ տալիս, հիմա հարցակման վտանգ դուք տեսնում եք, թե ոչ, ինչ տվյալներում։ Սա գիտեք ո՞վ Հայաստան չէ, Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին հետախուզության պետն է։ Հարցը արդյոք հարցակման հավանականությունը, այս պայդրությամբ հարցակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետեւում ենք իրավիճակին։ Մենք հետեւում ենք իրավիճակին։ Սա օրինակ սա ինչ պետք է պատասխանել ձեզ։ Դուք իմ ավելի ձեզ անվտանգ եք զգում։ Դուք չեք հասկացել, որ այս կարծրային քաղաքականությունը, որ կա Հայաստանում, սա դիտավորյալ կործանում է։ Դիտավորյալ։ Սա հասկանում եք, սա մեր արտաքին հետախուզության պետն է։ Այս process նայում եմ, իմ մոտ անհանգստությունն է մեծանում, ոչ թե իմ մոտ հանգստությունն ավելանում է։ Ես ինձ ապահով եմ զգում, չէ, անհանգստությունն է մեծանում։ Ու հիմա այս հայտարարությունը, այս պատասխանը լսում են նրանք, ով մեր վրա կրակում են։ Որտեղ կրակում են եւ Թուլատ Հակոբյանին ուղարկում են այդ գարշանքին, ասում են գնան դերից ասա, ես այստեղ եմ կրակոց չեղը, սուտա, լգդի սուտա։ Մեկ էլ իմանում ես հաղթում ես, մեկ էլ գալիս է մի հատ բան ասորակը, որ 35000 հոգի փրկել է շրջափակումից, փրկել։ Իհարկե 35000 հոգի զորք չի եղել նույնիսկ այդտեղ։ Ես եթե 35000 զորք լիներ, Բաքուն պիտի գրաված լինեին, էլի։ Բայց ինչ սուտ, ինչ բան, ինչ հետաքննություն, ով ինչ ուզում ասում է եւ այդ ասողն էլ է հայ, ասողի միկրոֆոնը բռնողն էլ է հայ, ասողի վերաճկում պահողն էլ է հայ, սրանք վերաճկու պահողներ էլ ունեն, չէ։ Ոտի տակ թավալվողներն էլ հայ։ Ժողովուրդ, ես դրանց ոչ մեկի կործանման վրա չեմ ափսոսելու։ Գիտեք, նախ անիմաստ է։ Երկրորդն ես գիտեմ բնության օրենքները ոնց է աշխատում։ Հենց այդպես ուղիղ է աշխատում։ Ուղիղ։ Ինչ ցանում ես, այն պիտի հնձես։ Նայեք։ Նայեք, էսի մեր իրականությունն է։ Գիտեք ինչքան մարդ է օրական սան նայում, ասում դե լավ է, ու գնում է քնելու, գնում աշխատանքի, ընդհանրում է բան չի եղել։
մեր մոտ ես հասկացել եմ պատճառը հետևանքային կապի բանը այդ շղթան փչացածը չի աշխատում շատերի մոտ շատերին թվում է եթե ինքը օրինակ չի մտածում դրա մասին ուրեմն դա գոյություն չունի ոնց որ ջալամը երբ որ գլուխը մտցնում է խոր ավազի մեջ իրեն թվում է նա ոչ մեկ չի տեսնում դե Ժողովուրդ ջան ինչ ասեմ ձեզ այդ դա նմանների շնորհավորում եմ բա դուք ինչ երկիր եք ուզում ունենալ ջալամի նման ապրելու պարագայում էլ այդ կարգի երկիրը ունենում ենք Sit down please Take your seat Mama can Stand up No stand up Burası benim için en güzel yerdi damanın dibi benim yerimdi You are Prime Minister of Armenia Xahiş edirəm Kresloda el Նիկոլ հասկանում ես դու ով ես սան են մարդիկ են որ դու հրավիրել ես քո մոտ բոլորի հայերի հաշվին որ այսպես քեզ նվաստացնում են հնարավոր բոլոր ձևերով ես չի որ նոր են սկսել 5 տարի քեզ են նվաստացնում մի բան որ ասենք պետք է հայեր արած լինեին վաղուց հայ մի քիչ արժանապատվություն ունեցող մարդ արա սրան բադև չէր տա Ժողովուրդ ջան, տեսեք լավ էս անասուն լավ, ասենք բանա, կենթանի է, էլի, սա նման գոյություն չունի։ Բառ չկա, էլի, որ ասենք, չեմ ասում, որ վիրավորական, ուզում եմ ածականը գտնեմ, որ բնորոշում է, էլի։ Ասենք մարդ որ կոյուղիում առաջացել է, չէ՞ ծնվել, տենց առաջացել է։ Բալավ դրա հետ շփողները, դա շփողները, ես էս ցանկը ոսս նայում եմ, էլի դուրս է գալի, որ դա մեր ժողովուրդն է, էլի, սենց գնում ես 1, 2, 3, 4 շարքին, էլի Տեսնում ես քո հարևանն է, քո ընկերն է, քո բանկության ընկերն է, քո բարեկամն է։ Ժողովուրդն է։ Ժողովուրդ ջան, էս ամեն ինչի պարագայում դուք ինչ արդյունք ենք սպասում եք, ումից ոնց ու ինչու ամենակարևորը։ Մեկը գնել է ասում, զզվսիր քո բարոյախելատական դասերով ասում, մի նորմալ բան չկա որ դու ասես, ասում ես ասես ընկեր։ Դու լուրջ չես, այդ ասում բանը էլի պատճառը հետևանքային կապի բանը խփած է։ Չեք հասկացել որ դուք որ անբարոյականի նման եք ձեզ սպառում պետք է ունենաք հենց տենց էլ հետևանքներ, ասում բարոյախելական դասերը, ասա ինչ կա։ Այդ էլ ասում եմ ինչ կա։ Հենց այդ եմ ասում, բարոյական ոչ մի բան չկա, նշանակում է դու ոչ մի բան չես կարող ունենաս։ Ո՞նց կարող մարդու դուք ու երեխուն, սենց ասենք, լավ, մատ ընտանիքի վրա վերցնենք, էլի։ Ընտանիքում չլինի նորմեր, հարգանք, փոխադարձ սեր, իրար աջակցելու, հա, ինչ որ պետք է ընտանիքում լինի, էլի։ Եվ ակնկալել, որ այդ ընտանիքում լինելու է խաղաղություն։ Այդ երեխան չի դառնալու հանցագործ։ Այդ երեխան ծնողներին հարգելու է։ Ոնց։ Ինձ ասեք ոնց։ Հələ հակառակն է լինում, մարդիկ ամեն ինչ անում են, ջանք ու երան չեն խնայում, էլի միտեղ ասես ասեչկա է տալիս, ես մի բան ծալում է, էլի։ Նայում ես մարդը ամբողջ կյանքի ինչ ուզես դրել է, հա, հետևել է, հոգատար է եղել, ամեն ինչ արել է, մեկ էլ էլի միտեղից մի բան դուրս է գալի։ Հələ դուք պատկերացեք, որ մարդ ոչ մի բան չանի։ Ամեն մեկի իր հերթին թալանի, տոնից ինչ կա չկա, տանի կրվի կազինոներում։ Հա Այդ երեխեքը ոչ ուտելու բան ունենա, ոչ հագնելու բան ունենա, ոչ տիրություն ունենա, ոչ կրթություն ստանան։ Դուք ուզում եք այդպես ընտանիքից նորմալ մարդ ուս կա։ Ու դուք ուզում եք այդ բարոյախելատական ձեր ասած դասերը դնեք դուրս շրջանում ասել են։ Դնեք դուրս, այդ որ դնում եք դուրս, sense պատկեր եք ստանում։ Այս sense պատկեր եք ստանում, քանա լսեք։ Ազգ Էսա ճիշտը։ Մենք էլ անցանք, էլի սարքեցինք ինչ-որ տաբուներ մեր համար, էլի սկսեցինք հայրենասիրական ճոռոմ ճրճրթան կենացներ ասել։ Սրանք ատում են հայրենասիրությունը, գիտեք ինչի։ Իրանք վախնում են այդ բառից, իրենք այդ հայրենիքը դվաճանել են, վաճառել են իրենք այդ հայրենիք ասած բառը սրանց համար, որ ասում ես, իրանք միանգամից հասկանում, իրենք հանցագործ են ու ենթագիտակցական մակարդակի դա մերժում են այդ հայրենասիրությունը ու սկսում են ծաղրել դա, գիտեք ինչի։ Իրանք դա վաճառել են արդեն, չունեն դա։ Իրանք ուրախ կլինեն, որ այդ բանը, այդ հայրենիք բանը սիրել, բան կատեգորիա բոլորի համար մերժած լիներ, որ իրանք իրենց թեթև զգային, որտեղ իրանք դա վաճառել են, իրանք չունեն։
Բարդ է, էլի, որ ամեն անգամ դիմացին մեկը կանգնի ասի արա, հո դու տականք չես, որ դու հայրենիքդ վաճառել ես, բադակը վաճառեն, հա դրա համար էլ հայրենիք բառը ինձ համար է սենց զզվելի կենտ, սենց բանա, գեղացու բան է, իրենք այնքան մեծ են, որ իրենք հայրենիք չունեն, ինչ հայրենիք, ինչ բան, շանակությունը լսել։ Էլի սկսեցինք ասել տարածաշրջան ամենամարտունակ բանակ ցերեկները, իրգունները բանակի սալյարկ են ուտել։ Լուրջ։ Ինձ կարաք ասեք, քանի հոգի եք բանակի սալյարկ են ուտելու համար։ Դատապարտ է։ Ձերբակալել։ Հիմա էլ նստած է։ Ասեք 7 տարի կառավարության եք, եթե դες բան ա եղել, հիմա պետք է տեսնենք, նա ցուցակ պետք է ունենենք, չէ՞, բանակի բենզիննա, սալյարկենա, չգիտեմ, ունեցվածքը դատելու համար, գողանալու համար, այս գեներալը, այս գնդապետը, այս չաստիպետը նստել է, նա ցույց տուր։ Քանի որ չկա, նշանակում է դու հիմա զտպարտություն ես անում բանակի նկատմամբ։ Էական չի եղել, թե չէ։ Չկա դատապարտվածը, հիմա դու զրպարտություն ես անում։ Հասկացաք ինչ է նշանակում, որ դու բարոյախելականը շպրտում ես կտուր։ Մեկ էլ ուզում ես լավ լինի։ Հեսա, բարոյախելատականի զուրկ մարդ։ Կենաց ասել բանակի մասին երեխեքին բանակից ազատել, էս է եղել։ Մենք էլ ենք ոչ լավ օրից հանգել ինչ որ ճշմարտությունների։ Այն ինչ որ ես ասում եմ, դա ոչ թե կուզեք ասեք պակաս հայրենասիրական։ Իմ խորին համոզմամբ շատ հայրենասիրական, որովհետեւ այ մեծ ուղակի մի հատ հիմա դες ու ներքևա ճան մի անգամից ներքևա նայեմ շատ հայրենասիրական ու գլուխը կախես ներքև ուղակի գիտեք պետք է ճշտել իր հայրենիքը որն է այսի շատ կարևոր ճշտելու թեմա է հայրենիքը սիրել որն է այդին ու մի անգամից հետգնանքը զգացի հայրենիքը սիրելը որն է զգացի քեգնանքը սրանք այդ հայրենիքը սիրելուց այդ գաղափարից նույնիսկ եմ ասում իրանք վանում են այդ գաղափարը որտեղ այդ գաղափարը իրենք վաճառել են դա դե հեգնանքի քծնանք բան քմծի ծաղի բարձր է դա ոնց ենք չափելու մենք տեսնում ենք սենց Հայաստանի Հանրապետության գոյության շարունակականությունը եւ միայն սենց իրանք սենց են տեսնում Հայաստանի Հանրապետության գոյության շարունակությունը միայն սենց որտեղ դա իրանց հայրենիքը չի ասկա բարձր ասում իրանք սենց են տեսնում մեծ հարց կարելի է ինձ ինչ թե դու ոնց ես տեսնում ով ես դու որ քո տեսնելով պետք է որոշվի Հայաստանի ապագան ոնց լինի արտաքին գործերի նախարար ընդամենը հա որը նշանակել է պարլամենտը հիմա գալիս են պարլամենտ այ պարլամենտում նստած ոչնչություններ ծայրից ծայր դաշնակները այնտեղ քոչարյանականները սերժականները դե կապ ինչ եմ ասում այ պարլամենտում նստած նիկոլացիններ Էսի չի ձեր նախարարը, ձեզ թվում է դուք սրա համար պատասխանատվություն չեք կրում։ Հələ մեկն էլ էսօր նեղվել էր, ասում է, ոնց կարող ասես բան լինի։ Հա, աննախադեպ բան ասում է, իշխող ուժին, չէ, բանը, իշխող ուժ չէ, Ռուսաստանի Դաշնությունից, բանը, Մայր Հայաստանին, չէ, ոնց է Հայաստան Դաշինքին պաշտպանում են Ռուսաստանից։ Ուղղակի նայեք, հիմա փակել ես, բանը sense բզիկ ունես առավոտը, հա։ Աննախադեպ ասում է երևույթ ՌԴ-ի իշխող քաղաքական ուժը Գյումրիում սատարում է անդիմադիր Մայր Հայաստան Դաշինքին։ Ահա։ Ով ասանց բանը տեխնացուն ունդ է։ Մի խոսքով այսօր Գյումրիում Մայր Հայաստան Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախագահությամբ Անդրանիկ Թևանյան, ով չգիտի ով Անդրանիկ Թևանյանը։ Տեր ունեցել հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս ու մարդիկ զարմացած են ասում են աննախադեպ բան ոնց կլինի Ռուսաստանի իշխող ուժը Անդրանիկ Թևանյանին պաշտպան բա ով պետք է պաշտպան ում պետք է պաշտպաներ ես ասում սա ռուսական ագենտուրան զարմանում եք ու այս հոդվածը տարածել են ռուսական ագենտուրայի ներկայացուցիչները ասում դուք լուրջ չգիտեիք ով Անդրանիկ Թևանյանը Դուք լուրջ չգիտեք ովքեր են նստած ազգային ժողովում։ Հիմա դրաման եմ ասում տենց բոլորին այ նիկոլացիններ Արարատ Միրզոյանը, Արաբատ Միրզոյանը, չէ ինքը պետք է անունը փոխի։ Ձեր նշանակած նախարարն է, չասեք մենք չենք նշանակել։ Ձեր նշանակած նախարարն է։ Քանի դուք ազգային ժողովում պատգամավոր եք, այդ կառավարության Այդ ազգային ժողովի կառավարությունը հանդիսանում է Փաշինյան Նիկոլա, այդ բանը, մնացած ճիվաղները, բոլորը։ Պապիկյան Սուրեն բան, բոլորը ձեր նշանակած բանն են, նախարարները, դուք չեք կարողացեք մենեջեն։ Դուք իրանց մոտ աշխատում եք պատգամավոր։
հակառակը պետք է լիներ, իրանք ձեզ մոտ պետք է աշխատեին նախարար, բայց դուք իրանց մոտ աշխատում եք падգամավոր, որովհետև դուք այնքան չկաք, որ դուք գնաք իրանք մնան առանց գործի, կամ կանչեք, ասեք հլա այստեղ այ նախարար, մենք ենք ես նշանակել, ես ինչ ես անում։ Դաման ասում, դուք իրանց մոտ աշխատում եք որպես падգամավոր, աշխարհում ոչ մի պարլամենտական երկրում այդպես բան չկա, նախարարները գալիս են հաշվետվություն ներկայացնելու ազգային ժողովում։ Հիմա հարց եմ տալի։ Եվ ասում մենք սենց ենք տեսնում, հենց սենց պետք է լինի Հայաստանը։ Ասեք մենք էլ ենք սենց տեսնում, մենք դամարել ցես մնացել ենք։ Էս ի՞նչ կապիկություններ եք անում։ Ասեք, չասեք, մենք գիտենք, որ տենց է։ Բայց այո, մարդ եղեք, ասեք ապիջններ, ինչքան կարելի է կապիկություն անել, հա, սենց ենք տեսնում, էսի մեր ապագան է, մենք ես ենք ընտրել, մենք մնալու ենք իրանց մոտ падգամավոր աշխատենք, որ իրանք հավերժ նստեն նախարար ու անեն այն ինչ ուզում են, գոնե դա կլինի ազնիվ։ Գոնե ես չեմ ասի նիկոլացիններ։ Դուք իմ ասում նիկոլացիններ, որտեղ դուք ազնիվ չեք, դուք այս ամեն ինչի թաքուն կազմակերպված մաս եք։ Մարդիկ էլ կիմանան, գյումրեցին էլ կիմանա, որ պատահական չի, որ Անդրանիկ Թևանյանին պաշտպանում է Ռուսաստանի իշխող ուժի ներկայացուցիչները։ Դու պատմում ես Պուտինի այդ Հայաստան դաշինքը, այսօր ասում Հայաստան դաշինքը դի Պուտինի ներկայացությունն է Հայաստանում, այսինքն Պուտինը մի քանի դեմքով է ԿՊ-ով, Մայ Հայաստանով, Սերժիկով, բոլորով, այսպես։ Էլ ո՞նց ասենք, որ պարզ լինի։ Դե հիմա եթե Մայ Հայաստանը Պուտինինն է, Արադ Միրզոյանը Պուտինի ագենտն է։ Պատկերացնում եք ինչ է դուս գալիս։ Արադ Միրզոյանը KGB-ի ագենտ է գրանցված։ Մայ Հայաստանն էլ ես անդադ Մայ Հայաստանն եմ ասում, Հայաստան դաշինքներ Պուտինի կուսակցության բանն է, ներկայացությունն է այստեղ։ Դե բնական չի, որ իրանք չէին ասելու մի արա սենց Արադ Միրզոյանը, որտեղ գիտեն Արադ Միրզոյանը ում հրամաններն է անում։ Վայ, չգիտեմ, դրանց էլ մարդ կա, որ չի հասկացել այս կապը։ Հեսա նայենք։ Այս քայլումը ես չեմ հասկանում, բա ոնց ընտանում ես մատնացույց անում, որ պետք է ես ցույց տամ այդ ոստիկային։ Ներողություն Լոռու բաժնի ոստիկանության ծառայող։ Կներկայան, է՞։ Չէ, չներկայանում։ Ձեզ մատնանշում են, որ դուք եք։ Սխալ են մատնանշում։ Մի անգամ ես մտավ հեռախոսի մեջ։ Հալո։ Այ ողորմելիներ, դուք նույնիսկ ձեզ պահել չգիտեք։ Էս երախուն ծեծողներից մեկն է, Լոռու բաժնի ոստիկան չի կարելի սանց ասել, բանը հերթական երնիչերի։ Իրա օրվա պայոկի համար, դե չգիտեմ ինչ է ստանում, բենզին է ստանում, դրա համար սիգարետ է ստանում, կամ թիչ թուլափայ է ստանում, էական չի։ Այդ թուլափայի համար իր ամբողջ երկիրը, ծնողներին, տունը, մանկությունը, ամեն ինչը վաճառած մարդ։ Ամեն ինչը։ Սա վերաբերում է բոլոր երնիչերին, ովքեր աշխատում են համակարգում։ Ես օր չի լինելու, ես ձեզ չհիշեմ։ Դուք պետք է գնաք ձեր տուն, այնքան եմ ասելու, մինչև ձեր երեխեքն էլ լսեն։ Իմ նպատակը ձեր ընտանիքը քանդելը չի։ Իմ նպատակը, որ ձեր ընտանիքում ձեզ հարց տան։ Այ եղբայր կամ հայր Այս ամեն ինչը, որ դու բերում ես, ինչի դիմաց ես բերում։ Չէ՞ որ դու չես գնում քո աշխատանքի, դու քո աշխատանքը չես կատարում, քո աշխատանքը հանցագործություն բացահայտելն է, ոչ թե Նիկոլի իշխանությունը պահելը։ Հա, ոչ թե ձեռը տնկած բանին, ձեր կասկածյալին հանցագործ եւ հաշմանդամ դարձնելն է, անօրինական մարդկանց ձերբակալները, չէ, դա չի ձեր գործը։ Որովհետև եթե դուք ձեր գործը ճիշտ տարածելնեիք, հիմա Սերժիկից սկսած բոլորը պետք է նստած լինեն։ Դուք ձեր գործը չեք ասում, չեք անում հարց։ Այս հեռախոսը, որ ինձ առավ նվեր ծնունդիս, կամ այն ոսկին, որ մեր գցիր վզիս, այ ամուսին կամ այ հայր։ Մի հատ կարաս ասես, այս ինչի դիմացել։ Այս այնքան պետք է ասեմ, միջև ձեզ տանը ձեր հետ հարցը տան, կամ երեխեքներ չասեն փոքր են, ձեր հերնումերը հարցն ասեն, այ որդին, մի հատ արիստ է։ Այս ինչի դիմաց է այս ամեն ինչ, այս տունը, այս մեքենան, այս ամեն, այս ինչն ես վաճառել, ոչ քեզ շռայլորեն, տալիս է, չէ որ, ասում եմ, այս նկարը տեսակ, չէ։ Հայաստանի իրական պահողները այսպես խրամատերում ձնի տակ 180,000 դրամ են ստանում։ Իրական Հայաստանը պահողները
Իրանք խրամատում են ու աշխատավարձներ իրանք 180,000-ը լավագույն դեպքում։ Ոչ ծածկագլխներին, ոչ տաքություն կա, ոչ մի բան չկա, նույնիսկ տեղից տեղափոխելն էլ, եթե առաջ անվճար էր, դա էլ հանեցին։ Այսինքն տրանսպորտից անվճար չեն օգտագործում, տանող բերող էլ չկա։ Հիմա հարց։ Բա եթե իրական երկիր պահող ստանում 180,000 դրամ։ Որդի, հայր կամ բարեկամ, արա քեզ ինչի դիմաց են այս փողը տալի։ Կարող է դավաճանելու դիմաց են տալի, որովհետև ուրիշ բանի դիմաց փող չեն տալիս։ Եթե քո իրական ֆունկցիան Հայաստանը պահելն ասում Հայաստանը պահելու համար այնքան են տալի։ Արա էսի քեզ ինչի դիմաց են տալիս։ Այդ հարցին դուք կարաք պատասխանեք։ Դուք պատասխանեք, հետո ասեք Վարդան Հակոբյանը որ մեզ մեղադրում է։ Սխալ ինֆորմացիա ունի, չարախոսում է, չար ու նախանձա։ Ես սովոր եմ, չէ՞։ Նիկոլը ինչ ծնվել է 18 թվականին, շատերի համար Նիկոլը ծնվել է 18-ին, գիտեք, չէ՞։ Հայաստանն էլ է ծնվել 18 թվականին։ Շատերը չգիտեն, որ Հայաստանում խոսքի ազատություն կա։ 18 թվականին են հասկացել, որ Հայաստանում կարելի է ստատուս գրել։ Դա բանել ասում են, միջև Նիկոլը ուր էիր դու, հա։ Նիկոլը եկավ լեզուները երկարաց։ Ասում եմ, էլի, Նիկոլը 18 թվականին որ ծնվել է, դրանից հետո, այս ինչ որ հիմա կատարվում է, լավ կրկնում արդեն չեմ ուզում խոսամ։ Ուղղակի վերջաբան եմ ասում, այդ կյանքներդ, այսպես գլուխներդ կախեք մանգալու, փախնելու եք։ Լավագույն դեպքում եթե հասցնեք փախնեք։ Որտեվ կրկնում արդեն ինձ էլ դուր չի գալի։ Այսպես գլուխներդ կախեք մանգալու ու փախնեք։ Իբր հեռախոսով եք դուք խոսում։ Բայց եթե հասցնեք փախնեք, միշտ չեք հասցնելու փախնեք, չէ։ Գնանք առաջ։ Քոքահան են անում Թումանյան փողոցի ծառերը։ Հաստաբուն արդեն կանաչած 70 թեղիների փոխարեն կլինեն Իտալիայից բերված 100 հուդայածառեր։ Այս ծառերի մեկ հատն արժե 80,000 դրամ։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է, Երևանին ծեր եւ ворթնած ծառեր պետք չեն։ Տեսեք, հաստաբուն թեր մենք ասում ենք դրանք ծեր են եւ ինչպես բնության մեջ ամեն ինչ ունի իր կյանքի տևողությունը։ Եթե ասում ենք որ ծեր է, բնականաբար իրենց բնականաբար պետք է հաստաբուն լինեն։ Ամրաշոկին ծառ։ Զգացիք, ասում եմ, եթե ասում են ծեր ենք, ուրեմն իրաց կյանքն ապրել։ Դե դու ես ասում որ ծեր, այդ ծերը դու ես, այ ողորմելի։ Առողջ ծառը ու եք կտրում։ Ամբողջ քաղաքը մորթեցին, անցած տարի սակուրաներն էր, այս տարի հուդայածառ, լսել եք այդպես բան, հատ 80,000 դրամով։ Էս գյոզա ծառերը արմատախիլ են անում։ Հուդայածառ են տնկում, այսօր մեկ գրել էր ասում։ Երևանում էլ թրջուն չկա։ Որտեվ ծառ չկա որ վեր նստեն։ Իսկ եթե Երևանում վերացավ թրջունները, դուք պատկերացնում եք բլոչները, ворթերը բան, ինչ են անելու բնությունը։ Ինչ են բնությունը չէ, ինչ են անելու քաղաքը։ Ես հարց եմ տալի, այն մարդկանց, որոնք ապրում են, այն մարդկանց կտրում են այս ծառերը։ Դուք հասկանում եք ձեր արածի հետևանքները։ Դուք հասկանում եք դուք ցեղասպան եք։ Ասում եմ, եթե ասում ենք ծեր, ուրեմն պետքա կտրվեն, ինքը ասելա ծերը, հետո ասում ենք ծեր ենք։ Ծառերի ստվերից զրկվելու երևանցիների մտահոգությունը Բեգոյանին չի մտահոգում։ Նա խոստանում է հենց այս տարի Սաղարթախիտ փողոց ունենալ։ Մնում է Բա հենց այս տարի Սաղարթախիտ փողոց եք ունենալու։ Հենց այս տարի։ Դնում սենց ծառը սենց բան է, հենց տանգեցի դառնում է միանգամից բան։ Սաղարթախիտ սկսում է հով անել։ Ցիտիկներն էլ գալի վեր բուն են դնում։ Հիշում եք մի քանի օր առաջ ասում էի, որ Գերմանիայի հայերը նամակ են գրել, պահանջում էին նախագահից, հա, որ եթե գալու է Հայաստան անպայման այցելի Ծիծեռնակաբերդ, որովհետև կարդացել էին, որ ծրագրի մեջ Ծիծեռնակաբերդի այցելություն չկա, այլևս Հայաստանում պրոտոկոլով Ծիծեռնակաբերդի այցելությունը հանված է։ Մեզ հարց եմ տալի։ Այդ ամբողջ կառավարությունում մի արժանի, որ հալալ մոր կաթ է կերել, էլի։ Լավ սաղի մերը պրոստիտուտկա են եղել։ Ո՞ց կարող է տենսել, դա մի մար չի մնացել կաթն է կերատեղ։ Որը սա մի ինչ եք դուք անում այս երկրի հետ։
Ձեր մեջ սրբություններ ունեցող մարդ չկա։ Մարտի 14-ին առցանց ազգում հաղորդել էինք, որ մարտի 30-ից ապրիլի 2-ը նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը տիկնոջ եւ Միխոսկով կայցել է Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես մարտի 13-ին ծանոթացել էր Գերմանիայի Դաշնության նախագահի գրասենյակը, Դաշնային առաջին նախագահն է, որ ժամանելու է Հայաստան եւ Ադրբեջան, Միխոսկով։ Երկու երկրներում Շտայնմայերի հետ քննարկվելիք թեմաների առանցքում կլինեն տեղական տնտեսությունը, Գերմանիայի հետ հետազոտական համագործակցություն, կրոնական մշակութային խնդիրների վերաբերող հարցեր, Գերմանիայի նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա նաև պաշտոնակից Վահագն Խաչատրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախագահ Շտայնմայերը կայցելի Թումո ուսումնական կենտրոն, իսկ Հայաստանում գտնվելու երկրորդ օրը կմեկնի Դիլիջան, կհանդիպի հայ կին ձեռներեցների հետ։ Սևանի ափին կայցելի հայ առաքելական եկեղեցի, ապա հիդրոօթևորաբանական չափիչ կայան, որտեղ ներգրաված է գերմանական ինչ-որ բնապահպանական հետազոտությունների կենտրոն։ Ադրբեջանում մի խոսքով, այդ արդեն էական չի, որ է կլինի։ Ասում եմ Գերմանիայի նախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան կազմակերպում են տեղի երկու երկրների դեսպանությունները, չեն կարող կռահել, թե ոչ կողմն է թերացել իր պարտականությունների մեջ, սակայն նախագահ Շտայնմայերի Հայաստան պետական պաշտոնական այցի ամենամեծ Պաստողում է ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասիկ 2002 թվականի մարտի 16-ի օրենքով սահմանված պետական արարողակարգի անբաժան մաս համարվող հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը չներառելն է։ Չկա։ Դա կա արարողակարգում, հիմա չկա։ Այս իհարկե կայանում է կողմերի համաձայնությամբ, որ կողմն է որոշել այն ստորադասել այդ միջոցառումների պատրվակություն տալով։ Ես հիմա գիտեմ, որ Գերմանիայում մեր հայ ընկերները, կազմակերպությունները նամակ են պատրաստում գերմանական կառավարությանը ուղղելու համար։ Ես այս երկու օրը նորից կզանգեմ, կամ իրանք կապնվեն եւ կասեն այդ նամակը ինչ վիճակում է եւ որ կազմակերպություններն են միացել այդ հայտարարության եւ որ կազմակերպություններն են մերժել։ Փաստորեն ցավոք սրտի այդ հայտարարությունը նաև մերժող կազմակերպություններ կան։ Այս երկու օրը ես կիմանամ դրա մասին եւ անպայման խոսկանում եմ ձեզ ասել։ Իսկ Փյուրքի բոլոր կառույցներին ես ուղղակի կոչ եմ անում։ Ախր բայց էլի նորից եմ ասում, բայց ինչի ես պետք է կոչ անեմ, է։ Ախր ինչքան իմ երկին է, այնքան էլ ձերն է, ինձ ինչի պետք է կոչ անեմ։ Որ դուք հասկանաք, որ դուք բան ունեք անելու։ Ոնց կարելի է նստել ասենք կառույց ունենալ, չգիտեմ 20 հոգի, 200 հոգի, հա, մեդիա ունենալ, բան, մի հատ նամակ չգրել, ասենք չկանչել, մի հատ հանդիպում ձեր տարածքի, չգիտեմ, հյուպատոսա, դեսպանա, մի հատ հարցնել, ասել ինքեր հյուպատոս, որ դու ներկայացնում ես Հայաստանի Հանրապետություն։ Այ անառակած ծիններ, էս ինչ է կանում այս պետության հետ։ Ես կամ Վարդան Ղուկասյանը պետք է կոչ անի դրան։ Իմ համար ամոթ է, ժողովուրդ, ես լուրջ եմ ասում, այն անգամ որ ասենց ասում եմ, ես ինչ պետք է կոչ անեմ, է։ Ոչ թե ամոթ է, ես մտածում եմ, ինձ ով է կոչ անում, որ ես ամեն ինչ անում եմ։ Ոնց կարող է մարդը ապրի ու չհասկանա, որ ինքը որ ծնվել է, նաև պարտականություններ ունի։ Գրողը տարած են Ֆեմիդայի կշեռքը, հիշում եք, ժողովուրդ։ Այն Ֆեմիդայի արդարադատության կշեռքը երկու կողմ ունի, չէ՞։ Այդ կողմերը սա իրավունք եւ պարտականությունն է։ Ամեն մարդ ունի այնքան իրավունք, ինչքան իր վրա պարտականություն է վերցնում։ Մարդը չի կարա մենակ իրավունքներ ունենա, եթե իր պարտականությունները չի կատարում։ Եթե մեկը ինքը մտածում է իր երկրի նկատմամբ իրավունքներ ունի, ուրեմն պետք է չմոռանա, որ դրանից առաջ ինքը պարտականություն ունի այդ երկրի նկատմամբ։ Տեր կանգնել իր պետականությանը, ոչ թե լավամարդ լինել, դա պարտականություն չի։ Պարտականությունը երկիրը կառավարությունից պաշտպանելու մեջ է, այլ բացարձակ հայրենասիրությունն է դա։ Իրական հայրենասիրությունը երկիրը սեփական կառավարությունից պաշտպանելու մեջ է։ Դա է մարդու պարտականությունը, քաղաքացու պարտականությունը, դա է, որ թույլ չտաս իշխանությունը ուզուրպացվի։ Հիմա իմ խոսքով կապնում եմ ես Գերմանիայի հետ կամ իրենք կզանգեն, կասեն ինչ վիճակում ես խոստանում եմ վաղը դրա մասին տեղեկացնել։
Իսկ եթե կան ուրիշ կառույցներ Սփյուռքում, որ ուզում են մի բան արածելն, ես ընդհանրապես հուշում եմ, որ դու կարող տես բան անեք։ Ես կոչ ոչ մի կոչել չեմ անում։ Եվ այսպես։ Էլի սրանք այս ողորմելիները, սրանց ասեմ, ջալոց այս ռուսների վիճակը շատ վատ է։ Անկախ Թրամփը ինչ է անում իրենց համար, շատ վատ է։ Թրամփը չի կարողանալու փրկի Պուտինին։ Ես տեսեք ասում եմ, Թրամփը ամեն ինչ անում է, որ փրկի եւ Նետանյահուն եւ Պուտինին, բայց չի կարողանալու։ Սրանք կոչ են անում չոքնել Ուկրաինային, որովհետեւ Ուկրաինա շան օրնակցում Ռուսաստանին։ Այն ինչ որ հիմա Ուկրաինան անում է Ռուսաստանի գլխին, ուղղակի չեք պատկերացնի։ Սա այն բանն է, այն պատերազմի հիշում եք, չէ՞, Արցախի առաջի ազատամարտով է հիշում։ Մենք այն ժամանակ ոչ մի բան չունեինք։ Ես թիվ ասեմ մենակ, էլի։ Թիվ ասեմ։ Հիմա փորձեմ մտաբերեմ այդ թվերը։ Սովետական զորքերը որ գնացին Հայաստանից եւ Ադրբեջանից, եթե Հայաստանում թողել էին, ասենք, չգիտեմ, X քանակի զենք, էլ պայթացրեցին վերջը։ Երևի բոլորդ հիշում եք բալահովիտի պահեստը։ Իսկ պայթացրեցին ուղղակի, Հայաստանում ոչ մի բան չմնա։ Իսկ Ադրբեջանում թողել էին կարծեմ 23 թե 25,000 վագոն զենք, պլյուս ռուսական բանը զորքերը, սովետական, կռվում էին, աշխատում էին Ադրբեջանի կողմից։ Այդ բանը կալցո օպերացիան բան, սա իրենց զերով է իրականացվել։ Բոլորը իրենց զերով է իրականացվել։ Պլյուս 23 թե 25,000 վագոն, հիշողությունս թողից չդավաճանի։ 23 թե 25,000 վագոն, այդ մեծ 60 տոնանոց վագոններ, զենք էին թողել Ադրբեջանում։ Դա սկիզբը շատ դժվար էր։ Ահավոր է սկիզբը։ Հայաստանի կողմը ինչ էլ բան էր անում։ Գրավում են ադրբեջանցին, խլում էին ադրբեջանցիներից։ Խլում են եւ այն պահին, երբ որ ռուսները գնացին, ուղղակի գնացին, սովետը քանդվեց վերջնական ու իրեն գնացին 91 թվականից հետո։ Այն ժամանակ սկսվեց Ադրբեջանի լացը, որովհետեւ իրանք ով են, ադրբեջանցին ով է, իրանք ինչ է ներկայացնում։ Ադրբեջանցին այն է, որ նույնիսկ մի հատ Արցախ այդքան շրջապակում մեջ պահելու համար մտնելու դիմաց այդ օրը 1000-ից 1500 հոգի կորուստ տվեց։ Ապաշտպան Արցախում, սովամա եղած Արցախում։ Այդ ադրբեջանցին։ Ադրբեջանցիներն է, որ բայրակդարներով, ռուսների օգնությամբ, հայերի դավաճանությամբ, այդ ամեն ինչով հանդերձ 44 օր չէին կարողանում գրավեին Արցախը։ Այդ ադրբեջանցին։ Ու երբ որ փոխվեց բալանսը, հազիվ հասցրեց Ելցինը Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով 94 թվականին կասեցնել պատերազմը, որ տղեկը մինչև Բաքու չգնան, ուղղակի չհասնեն։ Նույնիսկ չթողեցին Հոլադիզի կայարանը գրավեին, Հոլադիզ հասան, բայց չթողեցին կայարանը գրավեին, որտեղ Հոլադիզի կայարանը որ գրավեին, վերջանում էր ընդ հեքիաթը։ Էլ չեմ ասում հասնեին բան, հանգած Գանձակ։ Այդ տարածք է, հիմնական բաներն է, էլի, կետերն է։ Այդտեղ գրավում էին տղեկը, հասնում էին այդտեղ, քուրարաքս հասնում էին ու վերջանում էր Ադրբեջանի պատմությունը։ Չթողեցին։ Հիմա այս ինչի հիշեցի։ Նույնիսկ սկսվեց ռուսական պատմությունը։ Ռուսաստան որ հասավ հարձակվեց բանի վրա, Ուկրաինայի վրա, ուկրաինացիները մի քանի հատ ընդհանրապես բան ունեին, ժավելին ունեին։ Այդ ժավելիններով էին խփում։ Տանկեր իրենց էին խփում մեկու մեջ, որ այդ բանը կանգնում էր։ Բայց քանի որ ռուսներն էլ իրենց բնությունով տուպոյ են, իրենց ասենք մոտավորապես sense ասեն, Վարաշիլովի ժամանակ, ասենք 20 թվին, Վարաշիլովը ոնց բանով Ուկրաինայում ներողություն, Լեհաստանում խայտարակ պարտություն ոնց ակալ է, նույն ձևի, նույն մեթոդաբանությամբ 20 թվին, 1920 թվին է, նույն մեթոդաբանությամբ, նույն տխմար մեթոդաբանությամբ գնում են Ուկրաինայի վրա։ Եվ ուկրաինացի կարողանում են կասեցնել այդ ամեն ինչը, ընդհանրապես ունենալով ուսին դրած այդ գրանատոմետներով, ջավելիներով։ Եվ 3 տարվա մեջ պատերազմելով հանդերձ կարողացան բանակը բերել այն մակարդակի վրա, զինվածության փորձով, ամեն ինչով, ունենալ սեփական դրոնների արտադրության, նույնիսկ չունենալով նավատորմ, ամբողջ ռուսական նավատորմը խորտակել Սևսովում, որն էլ հասցրեց փախավ բան Սիմֆերոպոլ չկներեք։ Ռուսաստանին կամ հիմա ունի քիշեմ կասեմ։
Ռուսաստանի մասը, Նավրասիսկ։ Մի խոսքով ու հիմա շանորնակցում։ Ասենք խնդրում են գոնե Ուկրաինային էլ չօգնել։ Ուշա։ Այսօր մի բան ասեմ, ես լսեցի, գիտեք, չէ՞ որ Պուտինը ահավոսը նահավատա։ Չգիտեմ, գիտեք թե չգիտեք։ Բանը իր հույսը Շայգուն էր, մեկ է Շայգուի բաները, շամանները։ Իր բանը, իր մեկ էլ Կիրիլի, իր կաթողիկոսի հոգևոր գուրուն մեռել է։ Ու շատ ծանր են տանում։ Ու հեչ լավ չի իրաց վիճակը, որովհետև ինչ որ ակնկալում են Թրամփը չի կարող անի, չի կարող։ Ճիշտ է, ուզում է ամեն ինչ անի, բայց վնասը տալիս է, բայց Ռուսաստանին դա քիչ է, ասենք Ուկրաինային վնաս տալը Ռուսաստանի համար դա քիչ է, Ռուսաստանին փրկություն չկա։ Ռուսաստանին որպեսզի փրկեն ավելի մեծ մասշտաբի բաներ օգնություն է պետք Ռուսաստանին, չկա։ Հետնել ոչ ավել ոչ պակաս, այնի չի կարող լրիվանի, ստեղել իրանց գուրուն սատկել է այսօր։ Ասեմ իմացեք։ Okay, սան էլ գումարած ցուցադրաբար, ես կասեի, բաննա, Պրինց Ուիլյամը, Չարլզի տղեն, այսենց բանի վրա նստած, ռազմական մեքենայի վրա նստած, մոտեցել է, ցած քշելով, միջև Էստոնիայի սահման, ցուցադրական, ասելով, որ ես Բրիտանիայի թագավորի տղեն, սենց զենքով, գալի հասնում եմ ստեղ։ Սա լուրջ բան է, սա կատակ չի։ Այսինքն Ռուսաստանին ջարդելու համար իհարկե բանես չի, որ անպայման բրիտանական զորքերն է պետք, որ գա հասնին դե։ Ուկրաինան շատ հաջող այդ գործն անում, ընդհանրապես այդ մարդկանց օգնել է պետք։ Բայց եթե նաև Ուկրաին բանը Բրիտանիայի թագավորի որդին է նստած, տեսեք, քանի հոգի գիտեք, որ Ռուսաստանում կամ Հայաստանում կամ Ադրբեջանում իրենց ղեկավարների տղեն բանկ քշել գիտի։ Ու սենց ցուցադրաբար ինքը գնում ասում է, միջև ասելով այստեղ է իմ սահմանը, Էստոնիայի սահմանի վրա։ Մեր սահմանը սա է։ Դի հարմար մեկ ուրիշ տարբերակ չկա։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները իրոք պայքարում է, գիտեք ում դեմ։ Մաս գիտեմ, ասում են փրկեք բանը, մեկուսասեք մասկին փրկեք դեմոկրատիան։ Եվ այդ բանի շրջանակներում լուսիդ ավտոկա, հոյակապ մեքենաներ են դրանք, հոյակապ էլեկտրական մեքենաներ են։ $4,000 զերծ չա տալիս նրանց, ովքեր հետ կտան Տեսլան եւ կգնեն այդ լուսիդ մեքենա, որը անհամեմատ ավելի լավն է, ավելի որակով է, իսկ չասեմ, որ 76% ակցիան բաների Տեսլայի ընկել։ Այսպես մարքեթինգային, բարոյական, բոլոր ձևերով մարդիկ պայքարում են իրենց խոսքի իրավունքի համար, ասում են ախպեջան, ճիշտ է, դու քո ձեռ ես Թրամփը թուղթութանակ է տվել, որ դու մեզ զրկես ամեն ինչից, մեկ էլ փողն է մեր ձեռը, մեկ էլ քո ապրանքը չեն կառնի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս սրա համար, երբ որ մենք Հայաստանում էինք, խնդրում էինք մարդկանց, ասում ենք, այդ լֆիկի սուպերմարկետներից առևտուր մի արեք, դա հանցագործ է, օգնեք ձեր բակի խանութներին, օգնեք։ Մենք այտենց էլ չկարողացանք մարդկանց համոզենք, որ հələ մարդ եղեք էլ, օգնեք ձեր հարազատին, ինչի եք օլիգարխին, ձեր կեղեքողին հարստացնում։ Բայց էլի գլուխները կախ մարդիկ 5 դրամի համար գնում էին ինքնակամ հարստացնելով եւ ուժեղացնելով իրենց իսկ կեղեքողին, իրենց իսկ իմանալով հանդերձ որոնտեղ ապրանքներն ժամկետանց, իմանալով հանդերձ որոնտեղ թրերը շեղում են, իմանալով հանդերձ որ այդ մեծ ցուցակի մեջ որ խփում են ապրանքներ, որ իրենց ապրանքի մեջ չկա, այսինքն ամեն ինչ էլ գիտեին, որ նույնիսկ եթե այդ ապրանքը ինքը առել է, մեկ այդ փողը օգտագործվել է իր դեմ, մենք չկարողացանք անենք։ Իսկ ամերիկացի քաղաքացուն պետք չէր դա։ Մի ամսա մեջ կործանեցին ամբողջ Տեսլա համակարգը։ Դե ինչա մնացել տակը հասել է մի 23-24%-ի արդեն։ 70 քանի տոկոսը իջել է։ Եթե մի քիչ էս շարունակվեց, չգիտեմ Տեսլա։ Այսօր իմեգերնից մեկն ասում է ժամանակա Տեսլայի ակցիա առնելը,
ասի չէ, ժամանակ մի ամիս առաջ ժամանակն էր տեստեի ակցիաները վաճառել է, այսօր էլ Elon Musk-ի հետ կապած ցանկացած բան որ կա, ոլորտ ցանկացած մենք վաճառել է պետք, ոչ մի բան էլ մի պայեք։ Էլ չեմ ասում սան էլ գումարած, որ Թուրքիայում երևի գիտեք ինչ է կատարվում, խայտարակ։ Elon Musk-ը անջատել է այն մարդկանց Twitter-ները, ովքեր կոչել են անում միանալ ապստամբներին Թուրքիայում։ Թուրքիայի բաները, այդ ապստամբությունը ղեկավարող տարբեր բաներ կան, անհատներ կան, դրանց account-ներն է անջատել եւ բոլոր նրանց բաները Էրդողանի խնդրանքով, որոնք մի խոսքով ակտիվ են անդիմության կողմից։ Մասկը անջատել է բոլորին, ասեն հենց իր բանը X-ը։ Սա ինչ է կարծում ում խնդրանքով։ Անշուշտ Էրդողանը բանին Թրամփին, իհարկե Թրամփը Մասկին, ես ասել եմ, չէ՞, սրանք նույնն են, Էրդողան, Թրամփ, Ալիև, Պուտին, Նետանյահու, նույն որակի նույն մարդիկ են, ինչ պետք է անեն։ Ամերիկացի ժողովուրդն իր ընտրությունը անում է գումարով, չեմ արդում քո ապրանքը։ Չեմ արդում, հələ այն ինչ որ վերցել եմ, էլ հետ եմ տալիս։ Այսինքն պայքարի բոլոր ձևերը ընդունելի է իմ համար։ Լսենք մեր ժողովուրդը ինչ ասում։ Սրանք թերքապատակ շներ են, այսինքն այդ ուրիշ բան չկա ասելու։ Ինքնի թերքապատակ շներ են։ Հասկում եք ծախված ոչխարներ են որպես։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Սկսած արտակինեն փրկոտավորից, սկսած նիկոլականից, սկսած մնացա խարախորեկից։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Լսում ես Նիկոլ։ Հիմա դու կարող ես ամբողջ օրը քո ֆեյքերով, իմ նկարներով, պոստեր տարածել, ստատուսներ գրել, ինչ ուզում եք կարող անեք։ Մեկը հարցը ստեղ ես չեմ։ Հարցն է որ դուք եք սա ինչու ձեզ ասում եմ։ Դուք այսինքն ստեղ իմ կարծիքը նույնիսկ ինձ այս մարդը չէ ճանաչում եւ ինձ չէ կյանքում լսել, այսինքն իմ կարծիքը չի որ իրա մոտ վերաբերմունք առանձնացել, առաջացել է, հասկանում եք, որ ձեզ հասկացող բարոյական մարդը ձեր նկատմամբ մենակ մի զգացում կարող ունենա, խորքային զզվանք եւ ատելություն։ Ուրիշ ինչ զգացմունք կարելի է ունենալ օրինակ ձեր նկատմամբ։ Էլ չեմ ասում վրեժխնդրության զգացումը։ Դա արդեն ուրիշ բայց հարգանք, բան։ Ձեր նման պետք է լինի, որ ձեր նման մեկը ոչ չզզվի ձեզ ձեր տալուց։ Լսեք շնորհակալություն։ Սրանք որ ռադարն գնան, արդեն նորմալ կան առաջնորդ է նորմալ։ Դու նորմալ ապրել ես։ Վերջ, ասելու բան չկա ուրիշ։ Սրանք թերքապատակ շներ են։ Այո։ Ըստ ինչու են Նիկոլ Փաշինյանի բարի նպատակներով արված բարեփոխումները ձախող։ Որովհետև դուք սխալ արտահայտեցիք, իրեն բարի նպատակ չունի։ Շնորհակալություն։ Այսքան։ Իրեն բարի նպատակ ունի եւ չի կարող ունենալ։ Որտեղից իրեն բարի նպատակ եւ ինքը դա համար չի եկել իշխանության, այսինքն կներեք, իրեն հոդրա համար չեն բերել իշխանության։ Ոչ մեկին բարի նպատակների համար չեն բերում իշխանության։ Չէ։ Այդքան ծախս են անում, այդքան ժամանակ են դրա վրա ներդրել, չէ՞, ինչ բարի նպատակ։ Բարի նպատակների համար ոչ մեկին չեն բերում։ Բարի նպատակ մարդը կարող է իր հարազատի բարի նպատակով ինքը մարդը իր հարազատի նկատմամբ կարող է ինչ-որ մի բան անի։ Հայ ժողովուրդը սրանց համար հարազատ միջավայր չի։ Իրանք ատում են հայնել, հայրենասիրությունն էլ, Հայաստանի հետ կապված ամեն ինչ, ասում են սենց պիտի լինի, սենց էսի է ճիշտը։ Դե հիմա իրանք կարան անեն, թե չեն կարող անեն, էս էլ մեզանից է կախված։ Հարգելիներս, ես կոչեր չեմ անում, հա, ես ոչ մեկին չեմ համոզում, ես ասում եմ, բարձ մի բան։ Մարդու պարտականություններն ու իրավունքները դրանք համահավասար արժեքներ են։ Ոչ մեկ թող չմտածի, եթե ինքը չի վերցնում ոչ մի բան իր վրա անելու, ինքը որևէ իրավունք ունի։ Ոչ մի իրավունք ինքը չունի։ Իրանք կտանեն, կձերբակալեն, կտուգանեն, տունը ձեռից կխլեն, ինչ անեն, ինքը ոչ մի իրավունք չունի բողոքելու, ոչ էլ տեղ ունի բողոքելու, ոչ ճիշտն ասեմ։ Ինչի՞։ Որտեվ իր պարտականությունը ինքը որպես քաղաքացի ժամանակին չի արել։ Հիմա մենք կարող ենք շարունակել այսպես ապրել, կարող ենք չշարունակել այսպես ապրել։
Ես ոչ մեկի չեմ ուզում կոչ անեմ, որ կտորը մարդ լինեն։ Կլինեն լավ իրենց համար, չեն լինի, իրանք միշտ ունենալու են Նիկոլներ իրենց գլխին կանգնած։ Իսկ դրանից մեծ անեծք ես չեմ պատկերացնում, որ կարող է լինի ցանկացած հասարակության կամ ազգի համար։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։